Աշխարհի առաջատար կրթական ծրագրերին օրերս ավելացել է եւս մեկը՝ Արարատյան բակալավրիատ հայալեզու ծրագիրը։ Սա նշանակում է, որ այսուհետև հայ դպրոցականները կկարողանան հայերենով հանձնել միջազգային քննություններ եւ ընդունվել աշխարհի լավագույն բուհերը։ Ծրագիրը մշակել է AIB կրթական հիմնադրամը։ Ազատության հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում հայ աշակերտներից մի քանիսն արդեն միջազգային բուհեր են ընդունվել։ Միջազգային ճանաչումներով ոչ միայն գնահատականներով եւ իրենք ստիպված չեն լինում լրացուցիչ քննություններ հանձնել, որպեսզի ապացուցեն, որ մաթեմատիկան կամ ֆիզիկան կամ այլ առարկաները իրենք գիտեն այդ գնահատականին համարժեք, այլ նաեւ ճանաչում է համարժեքությունը այդ ծրագրի այնպիսի գերազանցության հարթակների, ինչպիսիք են անգլիական A-level-ը կամ ամերիկյան advanced placement-ը եւ երեխաներ, ովքեր Արարատյան բակալավրիատով են անցել, իրենց այդ առարկաները եւս կրեդիտավորում են համալսարաններում, այսինքն ստիպված չէ լինի օրինակ կրկնել նույն առարկան համալսարանում։ AIB թիմը կարևորում է, որ ծրագիրը միջազգային լինելով նաեւ ազգային է։ Ի վերջո երեխան արտասահմանյան կրթություն ստանալու համար ստիպված չի լինի կենտրոնանալ բացառապես օտար լեզուների վրա, ստորադասելով սեփական լեզուն, մշակույթը, պատմությունը։ Ճիշտ հակառակը, ծրագիրը ել ավելի է կարևորում մայրենի լեզուն։ Եվ սրանով մենք ինչ ենք անում, մենք համատեղում ենք երկուսը մեկտեղ։ Մի կողմից մենք լուծում ենք նպատակը, այսինքն ազգային ծրագիր ունենալու, քաղաքացի մեծացնելու, ձևավորելու, դրա առջև դնելով արդեն մեր չափանիշները եւ արժեքային եւ քաղաքացի դասերակցում, այն ինչ որ մենք ենք ուզում, բայց միևնույն ժամանակ տալիս ենք այդ կրթության հնարավորությունը, որ իրենք կարողանան աշխարհի լավագույն դռները բացել։ Եվ որպես պետություն մեր համար դա շատ կարևոր է։ Արարատյան բակալավրիատ հայալեզու կրթական ծրագիրը AIB-սաների մենաշնորհը չի լինելու։ Նախատեսվում է, որ 2018 թվականի սեպտեմբերից այն կներդրվի նաև պետական դպրոցների ավագ դասարաններում։ Անշուշտ ծրագիրը դա այն ինչ որ մենք այսօր անում ենք, մենք իրականում ոչ թե AIB դպրոցի համար, մենք ուղղակի մեր կողմից տվել ենք AIB դպրոցը որպես փորձադաշտ, ասեմ, ճակերտավոր ասեմ, այդ ծրագրի համար, բայց նպատակը որպեսզի այս ծրագիրը լինի մաքսիմալ շատ դպրոցներում։ Հարցին կան արդյոք այսօր համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան աշակերտներին հրամցնել թեկուզ ամենալավ ծրագիրը, Սահակյանը տեղեկացրեց, որ ծրագրում ներառված է նաև պետական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, որն էլ կմեկնարկի 2017 թվականից։ Այդուհանդերձ մասնագետի կարծիքով բարձրորակ կրթություն ստանալու համար բավարար չէ միայն ուսուցչի առջև պահանջներ դնելը։ Որպես ծնողներ, ինչ ենք մենք ուզում կրթությունից, որովհետեւ մենք ենք որպես ծնող այսօր գնում, չգիտեմ, 5000 դրամ տալիս, որպեսզի մեզ լավ գնահատական երեխային նշանակել։ Դպրոցը պետք է զերծ մնա կեղծ գիտելիքներ հրամցնելուց։ Ազատության զրույցում վստահեցնում էին Արարատյան բակալավրիատ ծրագրով դասավանդող ուսուցիչները, մտահոգություն հայտնելով, որ կրթական համակարգի ցածր մակարդակը այսօր պայմանավորված է նաև նրանով, որ ստեղծված չէ այն միջավայրը, որտեղ ուսուցիչը աճելու տեղ կունենա, իսկ աշակերտը չի ձանձրանա։ 2006 թվականից ես աշխատել եմ դպրոցում ու 2006 թվականից սկսվեց այդ շատ վերապատրաստումների փուլը։ Բայց այդ վերապատրաստումները հետո հետևողականորեն չէր աջակցվում ուսուցչին դա կիրառելու մեջ։ Ու ստացվում էր, որ մի քիչ որակը լավանում էր, բայց նույն մակարդակի մեջ ենք մնում։ Իսկ հիմա հնարավորություն կա նոր մակարդակի վնասելու։ Ու այդ թռիչքը մեր հասարակության մեջ այսօր շատ կարևոր է։ Մենք տալիս ենք ոչ թե զուտ գիտելիք, այսինքն որ պետք է հիշողություն պահանջի աշակերտից, այլ այնպիսի մի կրթական ծրագրով ենք այսօր հետ առաջնորդվում, որ աշակերտներից մնացորդային գիտելիքի հմտությունների կիրառման ցուցադրում են պահանջում։ Տարբերակումը մտնում է այնտեղ, որ դու կարողանաս նրանցից յուրաքանչյուրի համար մտածել այնպիսի առաջադրանք, որ ավելի լավ համապատասխանի երեխայի ունակություններին, իր հետաքրքրություններին ու երեխային ներգրավես, բերես քո դաշտ, ոչ թե իրեն թողնես իր խնդիրների հետ մնա։ Մասնագիտական նվաճումների սկիզբ դռներ դեպի մեծ բուհեր խոսքերը տպավորիչ ու կարևոր են հնչում Արարատյան բակալավրիատի ծրագիրն արդեն իսկ փորձարկող 12-րդ դասարանի աշակերտներ Ստեֆանիի, Ռիմայի, Մարիամի համար։ Այդուհանդերձ երեխաները խոստովանեցին։ Ամենամեծ ձեռքբերումը այն է, որ պարտադրված չեն սովորում, այլ հաճույքով։ Առարկաները ավելի ուրիշ տեսանկյունից ենք սովորում, ավելի խորությամբ հասկանում ենք առարկայի էությունը, որովհետև դու ոչ թե 4 տեսական ես սովորում, այլ նաև պետք է այդ գործի մեջ ցույց տաս, ավելի ստեղծագործ աշխատանք է պահանջում։ Բացի դրանից սովորում ենք նաև լայն մտածել, տարբեր տեսանկյուններից տարբեր հարցերին մոտենալ։